Հաղորդման գործընկեր Ակվատեկ սպորտային համալիր։ Հատուկ առաջարկ ընտանեկան փաթեթների համար Ակվատեկում։ Սիրո եւ ընտանիքի ամիս Ակվատեկում։ Համատեղ եք հաճելին օգտակարի հետ։ Ընտանեկան հանգիստ եւ ակտիվ ապրելակերպ մեկ վայրում։ Ժամանակակից ֆիթնես սրահ, ամենամեծ ջրային գոտին, ժամանց սպորտ եւ ջերմ ընտանեկան պահեր մեկ վայրում։ Լավագույն առաջարկները ամբողջ ընտանիքի համար մեր սիրելի Ակվատեկում։ Հաղորդման գործընկեր նոր արքայազոր ռեստորանային համալիր։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր արքայազոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։ Հարությունյան, հաջողության ձեր ճանապարհը հեշտ էր, թե պայքարով լի։ Կարծում եմ պայքարը դեռ շարունակվում է, բայց հուսադրողն այն է, որ հաջողություններն են դեռ առջևում լինելու։ Հաջողության ձեր ճանապարհի փորձով կկիսվեք այսօր մեզ հետ։ Շնորհակալ եմ, համեցեք։ Նրա գործունեությունը միայն մասնագիտական ձեռքբերումների մասին չէ, այլ նաև նվիրումի, համառության, նոր գաղափարների իրականացման և բազմաթիվ մարդկանց համար նոր հնարավորությունների ստեղծման պատմություն է։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, հայկական էրգոթերապիստների ասոցիացիայի նախագահ Մարիաննա Հարությունյանի հետ ենք զրուցելու անցած ճանապարհի, հաջողության ճանապարհի մասին։ Մանկավարժի բարդ ու շատ գեղեցիկ առաքելությունը մանկության տարիներից էր դեռ կանխորոշված։ Իմ պարագայում միանշանակ, ոչ այդքան շատ փոքր, տենց 10-11 տարեկանում ես արդեն ստանձնել էի վրա ուսուցչի դերը եւ հավաքում էի մեր բակի բոլոր երեխաներին, նստացնում էի նրանց աստիճանավանդակի վրա եւ դասավանդում էի։ Ես ունեի մատյան, նրանք ունեին տետրեր, ես ստուգում էի, բարկանում էի ինչպես ուսուցիչը, ես իմ երազանքների ուսուցիչն էի։ Ամառվա ընթացքում բակային ճամբարներ էի կազմակերպում եւ ես զգում էի, որ դա իմ առաքելությունն է։ Եվ երբ որ արդեն պետք է որոշեի, թե բուհ ուր եմ գնալու, անկեղծ ասած տարակուսում էի, գնամ հոգեբանության ուղղությամբ, թե մանկավարժության, այնպես ստացեց, որ գնացի հոգեբանության, ընդունվեցի Երևանի պետական համալսարանի հոգեբանության մասնագիտացումով, սակայն այնտեղից որոշեցի, որ ես պետք է այնուամենայնիվ գնամ մանկավարժական համալսարան, գնացի մանկավարժական համալսարան եւ ընտրեցի ել ավելի բարդ մասնագիտությունը, քան ուղղակի մանկավարժություն, այլ հատուկ մանկավարժություն եւ լոգոպեդիան։ Ես կարծեցի, որ ավելի ճիշտ է, որ ես աշխատեմ հենց հատուկ բալիկների հետ եւ առ այսօր ես շարունակաբար շնորհակալություն եմ ասում այն 15-16-ամյա Մարիաննային, ով կայացրեց այդ որոշումը։ Ընտրած առաջին մասնագիտությունն եւ երկրորդ մասնագիտությունը միահյուսվեցին այստեղ։ Այո, միանշանակ միահյուսվեցին։ Ես ավարտեցի հատուկ մանկավարժության եւ լոգոպեդիայի բաժինը եւ այնուհետեւ շարունակեցի էրգոթերապիա մասնագիտությամբ եւ հասկացա, որ իմ հոգին էրգոթերապիստ է։ Հաջողության ճանապարհի մեկնարկը կարող ենք ասել հենց մանկության տարիներին էլ դրվեց։ Այո, որովհետեւ որոշումը կայացվել էր այն ժամանակ արդեն։ Բարդ է հաջողության ճանապարհը, հեշտ տրվեց ձեզ համար ձեռքբերումները։ Գիտեք, ինձ համար կարծես թե այդպես էլ պետք է լիներ, որովհետև ես երբեք չեմ մտածել, որ հաջողության ճանապարհը ինքնին պետք է հեշտ լինի։ Ես ինքս ունեցել եմ իմ հաջողության բանաձևը եւ փորձել եմ միշտ հետևել այդ բանաձևին, որ կարծում եմ դա ունիվերսալ մաթեմատիկական հաշվարկ չի, յուրաքանչյուր անձ ունենում է հենց իր բանաձևը։ Իմ բանաձևի հիմքում դրված է եղել նպատակը, մոտիվացիան, աշխատասիրությունը եւ ճկունությունը, ամենակարևորը ճկունությունը, որովհետեւ ինչու նպատակ, որովհետեւ դու պետք է հասկանաս դու ինչ ես ուզում, դու պետք է շատ հեռավոր ապագայում տեսնես դա արդեն, վիզուալիզացիան քեզ մոտ հստակ լինի, պետք է մոտիվացիա, որ դու յուրաքանչյուր առավոտ զարթնես եւ ասես ես գնում եմ դեպի իմ նպատակը եւ անկախ տրամադրությունից, անկախ իրավիճակից, արտաքին պայմաններից դու պետք է գնաս դեպի այդ նպատակը։ Աշխատասիրությունը, որովհետև նպատակ սահմանելը մտքեր ունենան ընդամենը 1%-ն են, մնացած 99% ամբողջովին աշխատասիրությունից է կախված։
Եվ ճկունությունը այդ ձեր ասած դժվարություններն են ցավոք սրտի, որոնք որ հանդիպում են մեր ճանապարհին, երբեմն անսպասելի, երբեմն շատ անարդար, երբեմն շատ տխուր իրավիճակներում, բայց պետք է կարողանալ այդ ամեն ինչը դնել մի կողմ, լինել ճկուն, հարմարվել եւ շարունակել ճանապարհը, որպեսզի ամբողջականացնենք մեր հաջողության բանաձևը եւ հասնենք մեր նպատակին։ Այո։ Իսկ ինչ է կարծում, սեփական ուժերին հավատալը որքանով է օգնում հաջողության հասնելու համար։ Ես կարծում եմ, դա գրեթե գործի 80%-ն է։ Որովհետեւ ինչ եմ ասում 80 ոչ թե 100, որովհետեւ մենք միշտ որոշակի չափով կախված ենք արտաքին գործոններից։ Բայց եթե դու հավատում ես սեփական ուժերին եւ դու ճկուն ես, դու կարողանում ես հարմարվել այդ արտաքին գործոնների հետ եւ գնալ առաջ։ Իսկ ինչ է կարծում, ճակատագրով կին լինելը ավելի խոչընդոտներ է հաղթահարում, թե ավելի խոչընդոտների է հանդիպում հաջողության ճանապարհին։ Գիտեք, կարծում եմ կին էակը հանդիպում է ավելի շատ խոչընդոտների եւ օժտված է Աստծուց ի վեր արդեն այդ հատկությամբ ավելի ճկուն հաղթահարել այդ խոչընդոտները։ Դա մեր գենաֆոնդի մեջ է։ Ես այդպես եմ համարում եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր կնոջ հաջողության գրավականը այլ ավելի վառ է արտահայտվում, այլ ավելի վառ է խոսում, չեմ ուզում սեռական խտրականություն դնեմ, բայց այնուամենայնիվ քան տղամարդուն է։ Ինձ թվում է, որ կան մասնագիտություններ, որոնք պարզապես մասնագիտություն չեն, առաքելություն են։ Դրանցից մեկը թերևս մանկավարժությունն է։ Բայց ձեր դեպքում սա երևի թե կրկնակի է դառնում, որովհետև ձեր ընտրած ուղին ավելի բարդ է, բարդագույն է եւ ավելի մարդու սրտին դիպչող է։ Հիմա դուք երիտասարդ եք, բայց դեռ տարիներ առաջ, երբ ավելի երիտասարդ եւ ընտրել նման բարդագույն ճանապարհ եւ Հայաստանում առաջինը բերել այդ մասնագիտությունը եւ ասոցիացիա, որտեղ չկային մասնագետներ անգամ եւ առաջինը հենց ինքը մի երիտասարդ, մի գեղեցիկ աղջիկ այդ առաջին փոքր ու դժվար քայլերը անելը, ինձ թվում է հեշտ պիտի չլիներ։ Այո, միանշանակ բարդ էր, որովհետև շատ դժվար է հասարակությանը պատմել մի նոր բանի մասին, երբ որ հասարակությունը դա չի տեսել, չի զգացել, չի շոշափել։ Մենք գալիս էինք ասելու, որ մի նոր մասնագիտություն է գալիս Հայաստան եւ այս մասնագիտությունը օգնելու է հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող բալիկներին, կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող բալիկներին օգնելու է ավելի հեշտ ապրել, օգնելու է նրանց ծնողներին ավելի հեշտ հարմարվել եւ ավելի ճիշտ առօրյա կազմակերպել իրենց բալիկների համար, այսինքն որպես այդպիսի մեր մասնագիտության վերջնանպատակը որակյալ կյանք տալն էր։ Իհարկե շատ բարդ էր, բայց մոտ 20 տարվա ճանապարհ անցնելուց հետո ես կարողացա հասնել նրան, որ մասնագիտությունը ճանաչվեց, որ մենք տարեց տարի ունեցանք ավելի շատ դիմորդներ, ավելի շատ ուսանողներ, ովքեր որ ուզում էին դառնալ էներգոթերապիստներ, եւ այսօր իրանք աշխատում են գրեթե Հայաստանի Հանրապետության բոլոր վերականգնողական կլինիկաներում, հաստատություններում, հասարակական կազմակերպություններում եւ ծառայում են իրենց նպատակին եւ առաքելությանը։ Ես կարծում եմ, որ դա իմ կյանքի ամենաբարձր նվաճումն է, որ ես այսօր կարողացել եմ ստեղծեմ մի այլ իրականություն այն բալիկների համար, ովքեր դրա կարիքը առավել քան որևէ մեկը ունեին։ Եվ այս ճանապարհին ես այնպես եմ արել, որ մասնագիտությունը ճանաչվել է։ Մասնագիտությունը ներառվել է բազմաթիվ կառավարության որոշումներում, նախարարների հրամաններում, օրենսդրական ակտերում, որպես այդպիսին, որ այո, հենց պետք է լինի էրգոթերապիստը եւ այս աշխատանքը հենց պետք է էրգոթերապիստի կողմից տարվի։ Ես փորձել եմ Հայաստանում ոչ միայն պրակտիկ ոլորտում մասնագետներ ունենալ, այն նաև մի քայլ վերև բարձրանալ դեպի գիտություն։ Ես առաջինն եմ եղել, ով գիտությունների տեխնացու է դարձել պաշտպանելով հենց էրգոթերապիա մասնագիտությամբ, եւ ինձ համար դա առավել քան արժեք է, որովհետեւ տոտիկ չհասկանալով բացարձակապես ինչ է նշանակում էրգոթերապիա բառը, մի քանի տարի անց ես արդեն դարձել եմ գիտությունների տեխնացու, հետո արդեն կրթվել եմ արտասահմանում, դարձել եմ մագիստրոս, հետո արդեն շարունակել եմ ճանապարհս ներդնելով էրգոթերապիայի տարերը Ֆինլանդիայում, որտեղ որ պաշտպանել եմ դոկտորանտուրան,
Եվ այս ամեն ինչի հիմքում ես դրել եմ սերը դեպի իմ մասնագիտությունը, սերը դեպի էրգոթերապիան։ Եվ այդ սերն է հենց որ նոր ուժ է տալիս նոր խնդիրները ու նոր մարտահրավերներին դիմակայելուն։ Այո, եւ այդ անսահման սերը ես ամեն տարի ստացել եմ իմ ուսանողներից։ Երբ որ ես զգացել եմ, որ իմ սերը վարակիչ է, եւ առաջի կուրսեցիները, երբ որ նոր են ընդունվում, պատկերացում չունեն ինչ են սովորելու, գիտեն որ օգնելու են, բայց չգիտեն ոնց են դա անելու։ Բարդությունը նաեւ չեն պատկերացնում։ Այո, երկրորդ, երրորդ կուրսում ես տեսնում եմ, որ իրանք ամբողջովին բարակված են իմ սիրով եւ էլ ավելի շատ սեր կա դեպի մասնագիտությունը իրենց մոտ եւ դա ինձ համար ամենաբարձր գնահատականն է։ Բայց հանրակրթական դպրոցներում չունենք այսօր էրգոթերապիստներ։ Հանրակրթական դպրոցներում այսօր մենք ունենք միայն հոգեբաններ, բայց մենք ունենք տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններ, որոնք որ հիմնականում ծառայություններ են մատուցում կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին եւ արդեն կամաց այնտեղ թիմը սկսում է համալրվել էրգոթերապիստներով։ Բայց մենք ունենք էրգոթերապիստներ վերականգնողական կենտրոններում, այն հասարակական կազմակերպություններում, որոնք այսպես թե այնպես առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց հետ, այնպես որ մասնագիտությունը շարունակում է զարգանալ։ Էրգոթերապիստների ասոցիացիան շտապ օգնություն դարձավ շատ ընտանիքների համար։ Միանշանակ այդպես է, որովհետև կային շատ նեղ մասնագիտություններ, որոնք որ շատ կարևոր են, հա, դա լոգոպեդի մասնագիտությունն է, հատուկ մանկավարժի մասնագիտությունն է, բայց հոգեբանի մասնագիտությունն է, բայց իրան կարծես թե ամեն մեկը իրանց դերն էր կատարում։ Էրգոթերապիա մասնագիտությունը եկել է երեխային սովորեցնելու ապրել, եկել էր որպեսզի այն ֆունկցիաները, որ երեխան առհասարակ ի ծնե չի ունեցել, փորձենք վերականգնենք կամ այս կամ այն պատճառով կորցրել է այդ ֆունկցիան, փորձենք երեխային օգնել վերադառնալ դեպի իր նախկին կյանքը եւ ոչ միայն երեխային, առհասարակ այն անձին, ով կորցրել է եւ նրա ընտանիքի անդամներին։ Այսինքն մենք եկել էինք, որպեսզի կարողանանք ավելի կառուցվածքային եւ գեղեցիկ դարձնենք երեխայի առօրյան։ Եվ ավելի մեծ պատգամ, ավելի մեծ նվեր, քան սեփական աշխատանքի արդյունքը տեսնել այս պարագայում ինձ թվում է։ Տեսնել ծնողների շնորհակալությունը, ստանալ ծնողներից այդ նամակները, հենց իրենց մեր շահառուներից լսել, թե ինչպես է փոխվել իրանց կյանքը էրգոթերապիստի հետ աշխատելուց հետո եւ ինչքան կարեւոր է, որ այդ կրթությունը Հայաստանում ներդրված է, դրանից ավել կարծում եմ այլևս ոչինչ պետք չէ։ Այո, դա է հենց դες ուշ տալիս, մոտիվացնում առաջ գնալու։ Այո, եւ կյանքի ծանր պայմաններում, երբ որ դու հանգամանքներից ելնելով կոտրվում ես, այդ աչքերը, այդ խոսքերը, այդ նամակները, որ դու ստանում ես, դու հասկանում ես, որ դու մեծ գործ ես արել եւ այդ գործը իրականում քո կյանքի հուշարձանն է, որ քեզանից հետո էլ դա շարունակվելու է, բայց մարդիկ շարունակելու են հիշել, թե ինչպես եւ ոնց այս ամենը սկսվեց։ Իսկ ընտանիքների հետ կապը մտածում եմ պահպանվում է։ Այո, իհարկե պահպանվում է պարտադիր կերպով, իրենք շարունակաբար կիսվում են հաջողություններով, պարտադիր կերպով իմ կապը պահպանվում է իմ բոլոր ուսանողների հետ, հա, ես ստեղծել եմ հայ էրգոթերապիստների համայնք եւ գրեթե մենք միշտ տեղյակ ենք եւ ամեն տարի այդ համայնքը մեծանում է, որովհետեւ մենք ունենում ենք շրջանավարտներ եւ ամեն տարի մենք ունենում ենք նոր նվաճումներ, մեր ուսանողները կատարելագործվում են, ոլորտը մեծանում է, հետեւաբար մեծանում են նաեւ այն օգնության սպեկտրը, որը որ մենք որպես մասնագետներ կարողանում ենք մատուցել։ Տիկին Հարությունյան, ձեր կյանքում եղել է մի պահ, երբ անհաջողությունը հաջողության հասնելու սկիզբ է դարձել։ Հիմա ես այդ ճանապարհին եմ, որովհետև ձեր ասած անհաջողությունը կարծես թե մարդուն փորձեց կոտրել։ Ես կարողացա զուտ այս արտաքին ուժը հավաքելով ինքս իմ մեջ գտնեմ այդ ուժը եւ նոր ճանապարհ սկսել։ Եվ ես հիմա հենց այդ ճանապարհին եմ։ Երբեմն անհաջողությունները, որ առաջին հայացքից թվում են մեզ համար անհաջողություններ, դրանք մեկ այլ հաջողությունների դռներ են։ Գիտեք, ես կարծում եմ հաջողություն ասվածը դա յուրաքանչյուր անձի ներքին էվոլյուցիան է, բայց միայն մի պայմանով, որ այդ էվոլյուցիան ծառայելու է հասարակությանը։ Ես կարծում եմ, որ իմ ներքին էվոլյուցիան միշտ ծառայել է հասարակությանը, որտեղ ես միշտ ձգտել եմ դեպի բարեփոխումները։ Ես չեմ վախեցել աշխատանքից, չեմ վախեցել
սխալ ընկալված լինելուց ես ունեցել եմ նպատակներ, որ պետք է բարելավենք կրթական ոլորտը, բարելավենք ծառայությունների մատուցման ոլորտը եւ հենց այդ ներքին էվոլյուցիան որը որ ծառայել է իմ հասարակությանը, եղել է իմ ամենակարևոր շարժիչ ուժը եւ կարծում եմ այդպես էլ կգնա։ Տիկին Հարությունյան, իսկ ինչ է կարծում աշխատասիրությունը, նպատակասլացությունը հաջողության հասնելու համար ինչ դեր ունեն։ Նրանք բաղադրիչ մասերն են, անպայման, որովհետև հաջողությունը երբեք չի այցելում մեզ, ուղղակի երբ որ մենք նստած մտածում կամ երազում ենք։ Հաջողությունը սիրում է գործողություն։ Եվ ես մի բան էլ ասեմ, հա, շատ ժամանակ այսպիսի մի թույլ կարծիք կա, որ հաջողությունը անպայման պետք է լինի ֆինանսական կամ ինչ-որ վերելքի արտահայտման ձևով, բայց ես դրա հետ համաձայն չեմ։ Հաջողությանը մենք գնում ենք շատ փոքրիկ քայլերով, սայթաքելով, ընկնելով, վերկանալով, մաքարելով ինչ-որ տեղեր, եւ երբ որ մենք հաղթահարում ենք այդ բոլոր մեր առաջ դրված փոքրիկ քայլերը, մենք արդեն տեսնում ենք, որ նշմալվում է այդ հաջողության լույսը, որը որ ոչ միայն մեր, ելի եմ կրկնում, այլ շատ ավելի մեծ քանակությամբ մարդկանց համար է ծառայելու։ Նաև ներառական կրթության եւ բարձրագույն կրթական համակարգի միջազգայնացման փորձագետ։ Լավ, այս ամեն ինչը ինչպես են համադրվում երիտասարդ աղջկա փոքրիկ ուսերին։ Էրգոթերապիա մասնագիտությունը մի շատ հետաքրքիր մասնագիտություն է, այն սովորեցնում է ոչ միայն աշխատել, հա, այլ նաև սովորեցնում է թե ինչպիսի մարդ լինել։ Այն սովորեցնում է լինել կրեատիվ, լինել քննադատ, լինել ստեղծագործ, դա շատ կարևոր է, եւ լինել ճկուն։ Եվ քանի որ այս ամեն ինչը ինձ արդեն սովորացրել են իմ ամենասիրելի մասնագիտությունը, ես կարողանում եմ բավականին հեշտությամբ այդ ներդնել, հա, այսպես ասած, փոխանցել այլ ոլորտներ։ Ներառական կրթությունը ինձ շատ հետաքրքրել է 96 թվականից, երբ որ ես նոր ընդունվում էի համալսարան եւ նոր էին սկսում խոսալ այն բալիկների մասին, որոնք որ պետք է հաճախեն հանրակրթական դպրոցներ եւ պետք է համակարգը փոխվի։ Մենք պատրաստ չէինք դրան։ Իմ խորին համոզմամբ մենք այսօր էլ դրան պատրաստ չենք։ Մենք այսօր էլ ցավոք դրան պատրաստ չենք, բայց մենք կարողացել ենք մի փոքր փոխել հասարակության կարծրատիպը, հավատացեք, դա շատ մեծ ջանքեր է պահանջել, դեռ շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու եւ ես միշտ ասում եմ, որ մենք կհասնենք մեր նպատակին, երբ որ այլևս չենք օգտագործի ներառական բառը եւ ուղղակի հանրային եւ հասարակական եւ հասարակություն բառը իր մեջ կներառի բոլորիս։ Այդ ժամանակ մենք կարող ենք ասել, որ այո, մենք կարողացել ենք այստեղ հասնել հաջողության։ Տիկին Հարությունյան, մի այսպիսի հարց, որպես փորձագետ ինչ է կարծում, ներառական կրթության գաղափարը ունենք այն որպես գաղափար, թե նաև ունենք ձևավորված մշակույթ։ Գիտեք, մենք ունենք գաղափար եւ մենք ունենք ձևավորված մշակույթի տարրեր, որոնք որ բավականին փոքր են, որոնք որ դեռ պետք է հղկվեն, շտկվեն, ամեն մի կտորը պետք է, puzzle-ը պետք է հավաքվի, հա, մենք ունենք այդ puzzle-ի կտորները, բայց puzzle-ը դեռ չենք հավաքել, բայց ես հավատում եմ, որ մենք ունենք այն ներուժը, որը որ դա կարող է անել եւ մենք ինքներս պարտավոր ենք ստեղծել այդ ներուժը եւ ես հավատում եմ, որ այն դիրքորոշումը, որը որ հիմա որդեգրված է մեր կառավարության կողմից, ծառայելու է ի նպաստ այդ ամեն ինչին, բայց մենք ունենք շատ մեծ աշխատանք անելու, դա անձնվեր աշխատանք է, դա 24/7 ռեժիմով տարվող աշխատանք է, դա այն աշխատանքը չի, որ մենք դա կտեսնենք մի տարուց, երկու տարուց, մենք շատ երկար գնացող ճանապարհ ունենք եւ պետք է կարողանանք անցնել այդ ճանապարհը եւ հասնենք այն կետին, երբ այլևս ներառական բառը չենք օգտագործի։ Ինձ թվում է երիտասարդները գուցե սխալվում եմ, երիտասարդներն այսօր ընտրում են մասնագիտություն, որոնց տիրապետելով ավելի հեշտությամբ գումար կաշխատեն։ Այնց հետաքրքիր է, ովքեր են այն երիտասարդները, այն խիզախները, որոնք հետևում են ձեր ճանապարհին։ Ես կարծում եմ, իմ ուսանողները բոլորը չեն վախենում դժվարություններից։ Իրանք ունեն իրանց մեջ օգնելու, աջակցելու եւ առաքելություն եւ մեծ ցանկություն։ Նրանք պատահաբար չեն ընտրում մասնագիտությունը, շատ քչերն են հետո չեն գնում ոլորտ, իսկ հիմնականում նրանք գալիս են գիտակցված եւ հստակ հասկանալով, թե ինչպիսի ճանապարհ են իրանք անցնելու եւ հետո ինչ են անելու։ Այդ ճանապարհը անցնելիս վերջում պիտի երևար
ընկնելուց հետո գիրքը, ընկնելուց հետո առավել խիզախները ոտքի են կանգնում ավելի ուժեղացած։ Պատահական չծնվեց այն։ Դա պատահական չծնվեց, չէ։ Երբ որ ես սկսում էի գրել, ես կարծես թե չէի մտածում գրքի մասին, անկեղծ ասած, ես ուղղակի գրում էի այն, ինչ ես ապրում եմ, այն, ինչ ես զգում եմ։ Ես տանում էի զուգահեռներ այն ամենի հետ, թե ինչ է եղել իմ կյանքում։ Երբ վերջացրեցի ես այդ գիրքը եւ դրեցի վերջակետը եւ այդ ժամանակ արդեն իսկ գիտակցեցի, որ դա գիրք է լինելու, ես հասկացա, որ ես այլևս չեմ ընկել։ Ես կանգնել եմ ամուրին ոտքերի վրա։ Ավելի ամուր։ Եվ ես նայում եմ դեպի այն ապագան, որ ինձ համար առավել լուսավոր է։ Եվ երբ որ մտածում եմ արդյոք տպագրություն տամ թե չտամ, մտածում եմ միգուցե սա հետաքրքիր չլինի այն մարդկանց համար, ովքեր ինձ չեն ճանաչում, բայց հիմա ես ստանում եմ այնպիսի դրական եւ ֆանտաստիկ արձագանքներ, որ մարդիկ հենց իրենց են գտել այդ գրքում, որ կարծում եմ ես շատ ճիշտ որոշում եմ կայացրել եւ ընկնելուց հետո պետք է աշխարհ գալ։ Այո, պետք է։ Իսկ գրքի շնորհանդեսը իսկապես տոնի էր վերածվել։ Այո, տոնի էր վերածվել եւ երևի թե այդ աուրան ավելի շատ կազմակերպված էր եւ ուսանողների կողմից, ովքեր շատ կարևոր դեր ունեն իմ կյանքում առհասարակ, իմ ընկերների կողմից, իմ գոլեգաների կողմից եւ ուղղակի անծանոթների կողմից, ովքեր ուղղակի ճանաչում են իմ անցած ճանապարհը։ Ինչ խոսք ունեք ասելու այն մարդկանց, ովքեր վստահում են, ովքեր հավատում են ձեզ ու ձեր ճանապարհին, ովքեր հետևում են ձեզ։ Ես կարծում եմ մենք չպետք է վախենանք ընկնելուց։ Մենք պետք է ընկնենք, բայց պետք է ոտքի կանգնենք եւ մենք մեզ պետք է ոտքի կանգնեցնենք, որովհետեւ շատ ժամանակ մեզ օգնողները, ինչպես մի շատ գեղեցիկ երգ կար, ճիշտ ժամի միգուցե չհասնեն։ Ամեն ինչ լավ է լինելու անկախ ամեն ինչից, որովհետեւ եթե մենք տեսնում ենք այդ լույսը, ոչ մեկ չի կարող այդ լույսը մարել։ Այո։ Մենք գնում ենք դեպի այդ լույսը։ Իսկ այդ լույսը մեր աչքերում է։ Մեր մեջ, այո։ Եվ մեր մեջ։ Հաջողության հասնելու համար ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում լինելը որքանով է կարևորում եւ արդյոք նման դիպած ունեցաք կյանքում։ Գիտեք, շատ եմ կարևորում, որովհետեւ իմ կյանքում, իմ հաջողության գրավականի հիմքում ընկել եմ միշտ անգլերեն լեզվի իմանալը։ Ես միշտ տարբերվել եմ այն մարդկանցից եւ միշտ անգլերենը ինձ առաջ է տարել։ Երբ որ մենք փոքրիկ էինք, ես չգիտեմ ինչի իմ ծնողները որոշեցին, որ ես պետք է անգլերեն պարապեմ եւ դասախոսի մոտ 4-րդ դասարանում, այն ժամանակ սովետական միությունն էր, հասկանում եք, դա ընդունված բան չէր առասարակ։ Այո, նաեւ բարդ էր այդ հարցը լուծելը։ Եվ դա դարձավ իմ հաջողության հիմնակարը, որովհետեւ համալսարանը ավարտելուց հետո ես անմիջապես աշխատանքի ընդունվեցի Օրան բարեգործական հասարակական կազմակերպությունում, կային բազմաթիվ հավակնորդներ այդ մանկավարժի հաստիկի համար, բայց ես միակն էի, ով անգլերեն գիտեր, եւ ես ընտրվեցի իմ անգլերենի համար։ Էրգոթերապիա ծրագրի մեջ ես հայտնվեցի, որովհետեւ ես անգլերեն գիտեի, եւ շատ հետո շարունակեցի մագիստրատուրաս, որովհետեւ ես անգլերեն գիտեի։ Իմ դեկանը, իմ դասախոսները ինձ հիշել էին որպես ուսանող, ով անգլերեն գիտեր, բայց մենք շատ մեծ կուրս էինք, 50 հոգանոց կուրս էր։ Ուզում եմ ասեմ, այդ անգլերեն լեզվի հիմնակարը հենց դրվել է իմ հաջողության հիմքում։ Իսկ Օրանում հայտնվելը ինձ թվում է պատահականություն չէր։ Մենք գտնվում ենք միշտ այնտեղ ու շրջապատված այն մարդկանցով, ում մենք ենք ընտրում։ Այո, ես համաձայն եմ եւ ես կարծում եմ, որ իմ կայացման մեջ, թե որպես մարդ, թե որպես մասնագետ, Օրանը շատ կարևոր դեր է ունեցել, որովհետև ես սովորել եմ նայել աշխարհին ուրիշ աչքերով, ես սովորել եմ մարդու մեջ մարդը տեսնել եւ դա եղել է Օրանում։ Հրաշք եւ միջավայրը եւ մարդիկ ում հետ աշխատել եք։ Բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացում ինչ ձեռքբերումներ եւ մարտահրավերներ եք տեսնում։ Մենք այսօր մի լուրջ խնդիր ունենք, որ մենք պետք է ոչ թե միջազգային փորձը բերենք եւ փորձենք ներդնել, մենք միջազգային փորձը պետք է ուսումնասիրենք, պետք է վերլուծենք, պետք է համադրենք մեր մշակութային, արժեհամակարգային բոլոր դրույթների հետ եւ այնուհետեւ հասկանալ արդյոք սա աշխատելու է Հայաստանում։ Եվ հենց մենք հասկացանք, որ դա կարող է աշխատել Հայաստանում, մենք պետք է սկսենք այդ բարեփոխումները։ Ցավոք սրտի մեր կրթական ոլորտը այսօր վերականգնման լուրջ ռեանիմացիայի կարիք ունի։ Բարձրագույն կրթության մասին եմ ես խոսում եւ այստեղ մեզ գալիս է օգնելու միջազգային փորձը։
բայց մենք պետք է կարողանանք ճիշտ թիրախային ներդրումներ անել, որպեսզի կարողանանք քաղենք այն մասնագետներին, որոնք վաղը կառուցելու են մեր բոլորիս երազած ապագան եւ բոլորիս երազանքների Հայաստանը։ Դա այլընտրանք չունի։ Տիկին Հարությունյան, ձեր ընտրած դժվարին ճանապարհին եղել են պահեր, երբ որոշել եք, մտածել եք ետ կանգնել ճանապարհից։ Երբեք։ Անգամ ընկնելուց հետո ես ետ չեմ կանգնել։ Եղել են շատ դժվար հոգեկան վիճակներ, անհաղթահարելի թվացող այն ժամանակ, բայց ես հավատում եմ, որ ես ունեմ առաքելություն եւ իմ առաքելությունը բարեփոխությունն է եւ բարելավումն է։ Ես ուզում եմ ունենամ ամենալավ որակը, ես ուզում եմ, որպեսզի իմ Հայաստանում բոլոր ոլորտներում լինի ամենաբարձր որակը եւ ես որպես մասնագետ ամեն ինչ արել եմ եւ ամեն ինչ անելու եմ դրա համար։ Իսկ թվում է հայրենասիրության մեծ դաս եք տալիս։ Ես շատ մեծ հայրենասեր եմ, որովհետեւ իմ կյանքի այս բոլոր ճանապարհներին ես հնարավորություն եմ ունեցել լքել Հայաստանը եւ աշխատել տարբեր արտասահմանյան երկրներում, այնպես չէր, որ ես պետքա գնայի աշխատանք որոնելու, աշխատանքն է ինձ գտել եւ ես ստացել եմ բազմաթիվ հրավերներ եւ ես միշտ հրաժարվել եմ, որովհետեւ ես կարծում եմ ես պետք է ծառայեմ Հայաստանի համար եւ անկախ նրանից թե ինչ եղավ, ես շարունակելու եմ իմ ծառայությունը եւ ոչ մի րոպե չեմ փոշմանել, որ ես հիմա օրինակ Հոլանդիայում, Ֆինլանդիայում կամ Ամերիկայում չեմ, թիրախային երկրներ, որոնք ինձ սպասում էին եւ միգուցե հիմա էլ են սպասում, ես կարծում եմ, որ ես պետք է արարեմ Հայաստանը։ Իսկ թվում է, որ այս ճանապարհին դուք նաեւ ձեզ համար բանաձև ստեղծեցիք։ Այո։ Միգուցե իմ այդ ամենասկզբից, որ ասեցի, հա, նպատակ, մոտիվացիա, աշխատասիրություն եւ ճկունություն, միգուցե ես դրան ավելացնեմ անբարտելիությունը եւ լիարժեք սարքեմ ավելի բանաձևը։ Իսկ ապագա ծրագրերից կխոսեք, ընկնելուց հետո հնարավոր է երկրորդ հատոր նաեւ ունենալ։ Գիտեք, ինչ շոտ են գրում այդ հարցով, բայց քանի որ ես այդ իրավիճակը ապրել եմ, անգամ շատ մարդիկ անծանոթներ ինձ վերնագիրել են առաջարկում դեպի բարձրունք ճանապարհը, այս պահին ես դեռ չունեմ այդ մտքերը, որովհետև իրոք դա գրել չէր, դա ապրել է։ Ես հույս ունեմ, որ ես կապրեմ եւ այն ինչը որ կապրեմ եւ կհամարեմ, որ դա պետք է մարդիկ լսեն, որպեսզի իրանք էլ ապրեն, ես անպայման կհանձնեմ գրչին։ Ես ինձ հետ բերել եմ իմ գիրքը, որը ուզում եմ, որ դառնա ձեր կյանքի մի մասը, որովհետեւ վստահ եմ դուք այնտեղ կգտնեք ձեզ հարազատ ինչ-որ մի բան, բայց կուզենամ, որ ամեն տողը ընթերցելիս հիշեք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես մեծ սիրով եմ նվիրում այս գիրքը, որովհետև ես նվիրում եմ ձեզ իմ հոգու մի մասը, բայց ուզում եմ, որ դուք շապիկի վրա ուշադրություն դարձնեք։ Սա ուղղակի ֆոտո է, որը որ արվել է, ամբողջը բնական է, այս նկարին պատկերված է իմ ընկերուհին։ Իմ ընկերուհին, ով ինձ հետ միասին անցնում է այս դժվարին ճանապարհը հիմա։ Եվ երբ որ ես տեսա այս նկարը, ես ընդամենը 7 էջ էի գրել գրքից։ Բայց ես արդեն գիտեի, որն է լինելու շապիկը։ Դրա համար սա գիրքը սկսում է շապիկից իրականում, սա շատ բան ասող ինձ համար շապիկ է։ Եվ ես ուզում եմ, որ դուք ամեն անգամ փոխանցեցիք, գիտեք, դա մինչև ձեր ասելը այդ զգացողությունը փոխանցվեց։ Այո, եւ ես ուզում եմ, որ դուք գիրքը սկսեք շապիկից։ Շնորհակալ եմ։ Հաղորդման գործընկեր Ակվատեկ սպորտային համալիր։ Հատուկ առաջարկ ընտանեկան փաթեթների համար Ակվատեկում։ Սիրո եւ ընտանիքի ամիս Ակվատեկում։ Համատեղեք հաճելին օգտակարի հետ։ Ընտանեկան հանգիստ եւ ակտիվ ապրելակերպ մեկ վայրում։ Ժամանակակից ֆիթնես սրահ, ամենամեծ ջրային գոտին, ժամանց, սպորտ եւ ջերմ ընտանեկան պահեր մեկ վայրում։ Լավագույն առաջարկները ամբողջ ընտանիքի համար մեր սիրելի Ակվատեկում։
Հաղորդման գործընկեր նոր Արքայաձոր ռեստորանային համալիր։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։